Հայասարակության մեջ օջախի աղջիկ ասելով պատկերացնում են դաստիարակված ավանդական արժեքներով մեծացած ընտանիքի պատիվը պահող աղջկան։ Նույնանուն հումորային սերիալը սակայն ներկայացնում է կյանքում տարբեր իրավիճակներում հայտնված կանանց ու աղջիկների պատմություններ, վերաիմաստավորելով ավանդական պատկերացումները։ Փորձում ենք ցույց տալ, որ օջախի աղջիկը դա հենց այն մեր պատկերացած օջախի աղջիկն է։ Անող, դնող, էփող, թափող, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ, հմայիչ ու ժամանակին համահունչ։ Սերիալը հումորային երանգով, բայց սոցիալական խորությամբ է անդրադառնում ժամանակակից հայ կնոջ կերպարին, համադրելով անցյալի արժեքներն ու ներկայի մարտահրավերները։ Պրոդյուսերն այս անգամ ոչինչ չբացառելով դերասանական թիմով թափանցել է նույնիսկ ճաղավանդակներից ներս։ Կարիչ հասո, դատապարտվել է խուլիգանության համար։ Քիթն է տվածա ջարդելու համար։ Այստեղ օջախի աղջիկը սոս կերպար չէ, նա կարող է լինել ամենուր, ընտանիքում, փողոցում, աշխատանքում, նույնիսկ փակված տարածքում։ Ամեն կերպարի մեջ տեսնում ենք, որ ամեն մեկը ինչ-որ հետք է ունեցել, որից հետո կյանքը այդպես է շարունակվել։ Կարիչ Հասոյի հետ բանտախուցը կիսում են եւս 3-ը՝ առևտրական Մայրիկ Ռուզաննան, չափից շատ կիրթ երևացող դասախոս Հրաչուհի Լևանովնան ու հայտնի օլիգարխի դուստրը Սյուզաննան։ Սյուզաննա Զաքարյան 34 տարեկան քաղաքի Երևան ամուսնացած չէ։ Ով այստեղ իր մեղքով չի հայտնվել, ուրիշի փոխարեն է նստել, իսկ թե ում կիմանաք արդեն դիտելով։ Փաստորեն աներևակայելի արկածները նրանց էլ սպասում էին։ Նույն բանտախուցը կիսող աղջիկների մտքով անգամ չեր անցնի, որ իրական մոդելների փոխարեն իրենց են տանելու Եգիպտոս, արևի, ավազի ու նոր բացահայտումների թատերաբեմ։ Ոյ մորը սարև։ Հետաքրքիր այն է, որ մեզ մոտ չկա գլխավոր կերպար։ Մեզ մոտ բոլոր կերպարները ունեն իրենց ուրույն տեղը, իրենց ուրույն նշանակությունը։ Եգիպտոսում արկածներ որոնողների փոխարեն բանտախցում տանջվող եռյակին մեղմ ասած հաճելի օրեր չէին սպասվում։ Ու պատկերացրեք այնպիսի պայմաններում ենք ապրում, որ մեզ համար ահավոր անսովոր է, շատ սենց վախի մեջ ենք։ Մեզ մի քիչ տանջում են, իսկ մեր տեղով որտեղնում է Եգիպտոս, իրանք այնտեղ շատ լավ ժամանակ են անցկացնում։ Ոյ, ես ինչ տեղ ենք ընկել։ Բալդուխ։ Մեղք են, օրեք ընկել են իմ ծերը, Սախվեր ջան։ Շատ մեղք են այդ երեխեքը, բայց վերջում հաշտվում գահետները։ Այո, Նարինե Ոսկանյանը նույն ինքը պաուզա անոն տևական դադարից հետո մեծ նախագիծ է եկել, կրկին հումոր ու անսպար հումոր պարգևելու։ Որտեղ ես, ընդեղ հումոր, ընդեղ ծիծաղ, ընդեղ ժպիտ։ Ես սիրեմ ժողովրդին ծիծաղ ու ժպիտ պարգևեմ։ Միշտ խնդացեք ժողովուրդ ջան, միշտ։ Սցենարով զբաղվել ենք 3-ով, ես, Իզյանիննա, ինձ հետ միասին նաև աշխատել են Լևոնը Բեգլարյան եւ Սիփանը Քարամյան, տղերքի հետ իրոք բավական պրոդուկտիվ աշխատանք են կատարել։ Թիմը պատրաստ է դրան, ամենակարևորը թիմը աշխատել է, չեմ ամա չի ասել sense հրաշալի ու մթնոլորտն էլ է շատ լավ եղել, թե ստեղծագործական մասի հետ, թե պրոդյուսերի, թե կազմակերպչական մասով։ Ռեպորտաժում ներկայացվածը պատմության միայն սկիզբն է, ինչու, ինչպես հարցերն իրենց պատասխանները կգտնեն թեժ ամառվա ընթացքում, Շանթի եթերում։ Հայաստանում ու Եգիպտոսում նկարահանումների բոլոր օրերին ստեղծագործական կազմին թիմային ոգին է թևտվել։ Քույրիկս ծանոթացեք Ստեֆանի, Վիվիեն, մեզ հիմնականում կտեսնեք իրար հետ, այսպես միշտ գալիս խանգարում է ինձ։ Ամեն ինչ անցել է այնքան հարթ ու իդեալական, որ անկեղծ եմ ասում, կարծում եմ տենց բան կամ չի եղել, կամ եթե եղել է, չգիտեմ, կարծում եմ չի եղել։ Մթնոլորտից թե ամեն ինչից կարելի է շատ բան սովորել, բավականին հետաքրքիր լուծումներ ա տված, թե հումորային կա նաև ավելի լուրջ։ Իմ կերպարը լավ մարդ է, լավ տղա է, ով տենց կյանքի բերումով բանտում է աշխատում, ուրախ մարդ է ու երգող։ Մենք կտեսնենք մի բան, եւ հետո մեկ այլ բան, եւ հետո անսպասելի շատ մեկ ուրիշ բան։ Դիզայներ մոդելեր եմ կերպարով եւ իհարկե հումորով համեմված է կերպարը, չէր կարող այլ կերպ լինել։ Ըստ իս շատ հետաքրքիր է։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած Օջախի աղջիկ սերիալում էլի ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք։ Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից, յուրաքանչյուր 3 շաբթի ու 5 շաբթի նույն ժամին 23-ին։ Տիգրան Ավագիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։